Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Հայաստանի վարչապետը շարունակում է նաև որպես Հայաստանի քաղաքացի պնդել, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն եկեղեցին, հոգևոր ծառայություններ չմատուցեն, գերագույն հոգևոր խորհուրդն էլ այս ամենը գնահատում է որպես ամոթալի արշավ, հակաեկեղեցական ամոթալի արշավ եւ կոչ անում իրավասու պետական մարմիններին իրենց բնորոշմամբ կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հիմա ձեզ համար հասկանալի է ինչու է Նիկոլ Փաշինյանը այս թեման ոչ միայն մեջտեղ բերել, այլև ամեն օր գրառումներով սրում, ինչ խնդիր է լուծում։ Այս ամենը որքանով է բխում ամենակարևորը մեր երկրի շահերից։ Նախասու բարին, սիրելի ժողովուրդ, ասեմ, որ իմ համար ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին շատ նեղ անձնական թեմա է, որի մասին առանձնապես չեմ սիրում շատ խոսել, ես մեղքերի թողության ժամանակ ծնկի եմ իջնում, ես նայում եմ, թե կողքերս ոնց են նայում ինձ, երբ որ ես ծնկի եմ գալի, բայց ես համարում եմ, որ տղամարդը պիտի ծնկի գա միայն Աստծո առաջ։ Ես ամենայն հայոց վեհապար Հայրապետի աչքը համբուրելուց ինձ արտոնյալ եմ զգում, որ ունեցել եմ նման հնարավորություն ամենայն հայոց վեհապար Հայրապետին հասնել ու նրա աչքը համբուրել։ Ասեմ նաև, որ ես մարդկային, ընկերական, լավ հարաբերություններ ունեմ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ճանապարհով, նաև որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ թե վեհապար Հայրապետի հետ, ում հետ ոչ հեշտ ժամանակներ, որոշակի պետական պաշտոնում որոշակի գաղտնիքներ եմ խոստովանել խոստովանության մեխանիզմով եւ թե հետագայում նաեւ մարդկային լավ հարաբերություններ եմ պահել։ Եվ այս թեման իմ համար շատ տխուր է, ես չէի ուզենա, որ այս թեման արծացվեր, այս թեման դառնար քննարկման թեմա, բայց կա հարց, որ անդադ մեր հանրության մեջ խոսվում է եկեղեցու, եկեղեցականների վարք ու բարքի կանոնի առումով, առավել եւս վերջին շրջանում, երբ եկեղեցու մի քանի ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական դաշտում էին եւ այդ քաղաքական դաշտում անհարիր կոչեր էին անում, մասնավորապես ասենք Աչապարյանը ասում էր, որ զինվորական հեղաշրջում է անել պետք։ Ասենք, եթե նախկին իշխանությունների որևէ մեկի ժամանակ որևէ եկեղեցական նման բան աներ, ես վստահ եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միանգամից կպաշտոնազրկեր այդ այլ տարբերակ չերել ունենա։ Այս պարագայում ոչինչ չեն անում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազաններից մեկը, չգիտեմ, միջազգային տարբեր կենտրոնների հավանաբար Կիրիենկո երահանգներով ինչ որ ազգայնական գաղափարախոսության վրա թեմաներ է խոսում, ասելով, որ ուր է այստեղ պետություն չկա, եթե պետությունը չի կարողանում իր սահմանները պահել եւ այլը։ Այս նույն բանն է, որ ես էլ ասեմ, որ եթե եկեղեցին չի կարողանում իր հոտը պահել, ու այդ հոտի անդամները գնում են աղանդավոր ու Եհովայի վկա են դառնում, ուր է այստեղ եկեղեցի։ Այսինքն, այս բանավեճը հանրային ընկալման մեջ կար, այս բանավեճը թեժացավ, ու պատասխանելով ձեր հարցին, այս բանավեճը ինչ է տալու, չի տալու ոչինչ, որևէ օգուտ չի տալու ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում եկեղեցի եւ իշխանություններ խնդիրը սահմանադրությամբ կարգավորված է, նրանք պիտի լինեն տարանջատ եւ այդ տարանջատության մեջ յուրաքանչյուրը պիտի անի իր անելիքը։ Եկեղեցին ահռելի անելիք ունի աղանդների, առավել եւս պատերազմից հետո մեր հոգեբանական այս իրավիճակը ոտքի հանելու, հույսներ շնչելու, սերներ շնչելու, հանդուրժողականություն միմյանց հանդեպ ներշրջելու առումով, քանի որ թշնամանք է աչուձախ, կառավարությունն էլ
ահռելի գործ ունի անելու իսկապես Հայաստանի Հանրապետության սահմանների, անվտանգության, սահմանազատման, խաղաղության, տնտեսությունը ոտքի հանելու եւ այլնի առումով։ Եվ ինչքան շուտ է վեճը ավարտվի, որովհետեւ ինքը իրավական առումով որևէ լուծում չի կարող ապահովել։ Ինքը չի կարող ապահովել այն լուծումը, որ ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկարի թրահանգով չի, SMS գրելով չի ստացվի SMS-ի տարբերակ էս անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ, նույն կերպ էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչքան այդ կարգի հոգևորականներով փողոցում հայտարարություններ անի, այնքանով վարկաբեկում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, վարկաբեկում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հագուստը, որը մեր համար խորհրդավորության նշան ունի, որի խորհրդավորությամբ մենք երեխեք ենք ամուսնացնում կամ մկրտում եւ այս ամենը ինչ որ առումով պիտի համարենք, որ այս վեճը որոշակի ստապություն բերեց երկու կողմերին էլ, բայց այս վեճը օր առաջ դադարեցնել է պետք եւ այդ դադարեցնելը միանշանակ օգտակար կլինի։ Ես նաեւ կարծում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների միստվար զանգված իսկապես իրենց կամքով կամ իրենց կամքից անկախ ուղղորդվում են դրսից, ուղղորդվում են Ռուսաստանից, ես օրինակ տեղյակ եմ, թե Հայաստանի պատասխանատու Կիրիենկոն Աբխազիայում, Օսեթիայում, Մոլդովայում ինչ տարբերակներով է կառավարել եւ որ մոտիվներն են տարել, այդ հիմնականում TikTok-ն է եղել, ազգային արժեքներ, ընտանիք եւ այլ էս համատեքստում, ինչը հիմա օգտագործում է այստեղ եւ դրա դեմը կտրել է պետք, այդ փակել է պետք, ինչպես փակել իշխանությունը պիտի այդ փորձի անել համապատասխան մարմինների միջոցով, որի անվանում ազգային անվտանգությունը, որը պիտի վերահսկի, որը այն մարդիկ անկախ նրանից սրբազան են թե չէ, թե կոչ են անում ռազմական հեղաշրջում անել, այդ մարդկանց միանշանակ պիտի պատասխանատվության ենթարկի։ Այսինքն եկեղեցին իր մեջ գտնվող քաղաքական գործիչներին պիտի ասի հանեք փիլոններ ու գնացեք քաղաքականությամբ զբաղվեք։ Հակառակ դեպքում այդ թեմայով չպետք է խոսեք։ Հակառակ դեպքում դուք չեք կարող որևէ թեմի առաջնորդ ու սրբազան լինել։ Այ ամբողջ խնդիրը սրանում է։ Իշխանությունն էլ պիտի եկեղեցու ներքին կարգ ու բարքը, ներքին կարգ ու կանոնները, կաթողիկոսի ընտրություն եւ այլ էսբանը։ Կաթողիկոսի զավակ ունենալ, չունենալի դեպ այդ մասով, պարոն Սարգսյան, վարչապետը պնդում է, որ պետք է անհետաձգելիորեն պարզվի այդ հարցը, նա զավակ ունի թե ոչ։ Եթե պարզվի, այսինքն սրանից պետք է հավատավորների դիրքորոշումը փոխվի եւ նույն ձեր դիրքորոշումը ինչպեսին կլինի, ասացիք դուք վեհապարի աչը համբուրում եք, այսինքն եթե պարզվի, որ զավակ ունի, դրանից հետո վերաբերմունքի փոփոխությունը նորմալ է։ Գիտեք ինչ, ես թե Գարեգին առաջինի, թե Գարեգին երկրորդի վեհապար հայրապետների աչը համբուրելուց երբեք չեմ մտածել նրանք զավակ ունեն թե չէ։ Ոչ էլ իմ երեխաների մկրտության կամ հարսանիքի արարողության չեմ նայել տվյալ սրբազանը կուսակրությունը պահում է թե չէ։ Ես հարգել եմ այդ եկեղեցին, հարգել եմ այդ խորանը, հարգել եմ այդ հագուստը, ինձ որպես մարդու հետաքրքրում է այդ եկեղեցու սպասավորը սեր ու հանդուրժողականություն է քարոզում, դեպի Աստված ճանապարհ է քարոզում, Հիսուս Քրիստոսին նմանվել է քարոզում, թե թշնամանք, հակադրություն, ռազմական հեղաշրջում, նման հոգևորականը չի կարող, ես չեմ պատկերացնում քրիստոնյա մարդ, որը ռազմական հեղաշրջում է պահանջում կամ թշնամություն է պահանջում։ Իրենք ում օրինակը որ վերցրել են կուսակրոնությամբ, այսինքն Հիսուս Քրիստոսը ամուսնացած չէր, հետևաբար կուսակրոն էր, հետևաբար իրենք էլ Հիսուս Քրիստոսի հետևորդ են ու պիտի կուսակրոն ունեն, նույն Հիսուս Քրիստոսը բարի սամուրացու օրինակն է պատմում, որ այդ բարի սամուրացին որը չպետք է օգներ հակառակ կրոնի, հակառակ դավանանքի հրեային, որ հրեաները գալի անցնում գնում էին ոչ մեկը ոչինչ չէր անում, նա թալանված էր ու վիրավոր ընկած, իսկ սամուրացին ոչ միայն օգնեց, տարավ ապաստան տվեց, գումարը վճարեց, ասեց եթե կպակասի հաջորդ գալուց էլ կտամ։ Հիմի ով է ավելի Աստծուն մոտիկ։ Այսինքն Աստծուն մոտ է նա,
ով խաղաղություն, հանդուրժողականություն, նվիրվածություն, սեր է քարոզում։ Դեպի Քրիստոս ճանապարհը սիրո ճանապարհն է։ Եվ այս առումով իմ կարծիքով եկեղեցին պիտի ավելի ներողամիտ լինի։ Նախ նրա համար, որ վերահապար հայրապետը տարիքով ավելի մեծ է, հետևաբար ինքը պիտի ավելի մեծահոգի լինի։ Ներողը պիտի ավելի ուժեղ լինի։ Ես համարում եմ, որ վեհապար հայրապետը պիտի ավելի ուժեղ լինի, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած վարչապետ։ Իսկ ուժեղը պիտի կարողանա ներել։ Այսինքն առաջի քայլը պիտի անի վեհապար հայրապետը։ Պիտի անի վեհապար հայրապետը ու պիտի այս խնդիրը լուծվի։ Այս խնդրից ուրախանում են ու այս խնդրից շահեր են հավաքելու ոչ միայն մեր թշնամիները, այլև մեր բարեկամները, այլև մեր երկրի ներսում եղած մարդիկ տարբեր թևերի փորձում են շահեր քաղել, որը ընդհանուր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը որևէ բանով ձեռնատու չի։ Պարոն Սարգսյան, կապել այս ամենը նախընտրական տրամադրությունների հետ նման կարծիք է հնչում, որ Նիկոլ Փաշինյանը այլևս կարծես թե չի կարողանում արդյունավետ օգտագործել այդ նախկիների գործիքը եւ հիմա էլ թիրախավորում է եկեղեցուն, ընդ որում թիրախավորում է շատ ավելի վատ բառապաշարով, ուղիղ հայոյանքներ ենք մենք լսում եւ եթե դուք կիսում եք այս կարծիքը, ապա մենք ինչ պատկեր ենք ունենալու, այսինքն այդ նախընտրական շրջանը ինչ տրամաբանությամբ է ընթանալու, երբ այդպիսի բառամթերք է եւ արդյունքը ինչպիսին կարող է լինել։ Գիտեք, եթե եկեղեցու սպասավորը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նրան հակադարձելը քաղաքական տրամաբանության մեջ։ Դա նախընտրական է, թե նախընտրական չէ, խնդիրը դրանում չի, ընտրության հաջորդ օրն արդեն նախընտրական է։ Ընդհանրապես քաղաքականության մեջ այդպես։ Եթե կա եկեղեցու սպասավոր, որն ասում է, հայտարարում է, որ Հայաստանում պիտի ռազմական հեղաշրջում անել, որպեսզի երկիրը փրկել, կա եկեղեցու սպասավոր, ինչ որ սառեցած կամ չսառեցրած տարբեր գույնի փիլոններով ու տարբեր անհետ տեսակետներ ասելով, օրական տարբեր լրատվամիջոցներում նստած ասում է, որ համաժողովրդական սիրո շարժում է սկսելու, երկրում իշխանափոխություն անելու, իսկ թե սիրո շարժումը ինքը ինչ բառապաշարով էր օգտագործում։ Դուք հիշում եք ինքը իմ նկատմամբ ինչ բառապաշար էր օգտագործում։ Դա իր սերը, դա իր հանդուրժողականություն։ Ես օրինակ իրեն ներել եմ։ Ես կարողացել եմ հասնել նրան, որ ինձ վիրավորողների հետ համակերպվել եմ ու կարողացել եմ ներել։ Ինքը սրբազան է չի կարողանում։ Ինքը իր չարության գերին է դարձել, ու այդ չարությունն իրեն կործանելու է։ Ոչ միայն այս կյանքում, քաղաքական կյանքում ինքը զրո արդյունք է գրանցելու, այլև Աստծուն երբ հանդիպի, այնտեղ ասելու բան չի ունենալու։ Պարոն Սարգսյան, օրերի տարբերությամբ մենք տեսանք Հայաստան այցելություններ արտգործնախարարների Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, չնայած Լավրովի այցին, ռուսական կողմի այդ ակնկալիքը հյուպատոսություն բացելու կապանում մնում է անարձագանք, ամեն դեպքում Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այդ թեման ընդամենը քննարկվում է եւ հյուպատոսություն բացելու որոշում չկա, մինչդեռ մենք տեսանք Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացում, նաև նախարարները հայտարարեցին, որ մտադիր են նախապատրաստել ռազմավարական գործընկերություն։ Դուք ինչ դիտարկումներ կանեք այս այցերի հետ կապված, արդյոք Լավրովի Հայաստանում հնչեցրած հայտարարությունների ֆոնին ակնկալել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կամ այդ մտադրությունները իսկապես մի օր կվերածվեն գործի կամ շոշափելի փաստաթղթի։ Նախ կուզենայի ասել, թող լույս իջնի եղբորս Վազգենի Շիրիմին, ինքն ասում էր մեղրին իր քար ու քրայով աշխարհի մեծերին մեր դուրն է բերում։ Այս հյուպատոսարաններ ունենալու մղումը ցանկությունը Սյունիքում Վազգենի հետ ասացի ապացույցն է, այդ միանշանակ է։ Այսինքն դա ամեն գնով պահել է պետք, ինչը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետ պատրաստվում էր փոխանակել Լաչինի հետ Ղարաբաղում անկախություն ունենալու առումով։ Եվ ինչքան էլ իրենք փորձեն հերքել իրենց ընկեր դաշնակցությամբ, իրենք շատ լավ գիտեն, որ ես ճիշտ եմ ասում, որ ես Աստծո առաջ որևէ մեղք չէի վերցնի վրա նման բան պնդելու, որ ես ճիշտ եմ ասում, իրենք այդ բանակցել են, իրենք էլ այդ գիտեն, ուղղակի իրենք հիմի դրանից հրաժարվում։ Ժամանակին իրենք դա անելու համար հիմնավորումներ էին բերում, որ այսպես թե այնպես
Պարսկաստանում մի օդ հեղափոխություն է լինելու, որ այդ կրոնական իշխանությունները երկար չեն հարատևելու, իսկ այդ հեղափոխությունից հետո 17 միլիոնանոց ատրպատականը, որը կա Թավրիզի նահանգում, ինքն էլ է հեղափոխություն անելու Լեռնային Ղարաբաղի նման, ու ասի, որ ուզում եմ միանամ Ադրբեջանին ու որ միացավ, այդ մեր սահմանը 0 գին է ունենալու։ Հիմի 6 միլիարդ գումար են տալի դրա դիմաց, քանի տալիս են, բերեք այս խնդիրը այսպես լուծենք։ Այս միանշանակ այդ ժամանակների բազմաթիվ անգամներ քննարկված, նույնիսկ գումարի գինը գրած քննարկված թեմա է։ Սկզբից 4 միլիարդ էր, հետո իմ հակադրությունների պարագայում ասեցին չէ 4-ში 6 է, իմիջիալոց 8 միլիարդ էլ Ադրբեջանին էին տալիս էին գաղթականների հետ վերադարձի համար։ Այդ մեղրին չստացվեց։ Եվ այդ չստացվելու առումով իրենց կյանքը տվեցին իմ եղբայրն ու Կարեն Դեմիրճյանը եւ ազգային ժողովում զոհված մնացած բոլոր զոհերը, այստեղ նաև իմ փոքր լուման ունեմ նաև ես, որ այդ բարձրաձայնեցի, այդ դարձավ այն աղմուկը, որից հետո այդ գիծը տանելը դարձավ անհնարին, որովհետև եթե ինձանից հետո իրենք փորձեին այդ գիծը տանեին, իսկ ես արդեն ընդդիմադիր էի ու փողոցում էի, ստացվելու էր, որ հոկտեմբերի 27 հարել են հենց իրենք, այդ գիծը առաջ տանելու համար, դրա համար իրենք հրաժարվեցին այդ գծից։ Ու հետաքրքիրն այն է, որ այդ գծի կողմնակից մարդիկ բոլորն էլ ռուսական գծի մեջ ու ռուսական ուղեցրում էին։ Ու այդ մարդիկ այսօր էլ նոյեմբերի 9-ին 9-րդ կետով միջանցքը տալու կողմնակիցները։ Ու այդ մարդիկ են, որ այն ժամանակ ասում են, այս 5 ռոմանտիկների գործ է, Ուչասկովի գործ է, այսօր մեկն էլ կա, որ ասում է այդ պորտքում է եւ սրբազան պորտքում է։ Այսինքն այդ տերորիստի ակնհայտ ահաբեկիչ տերորիստի նկարագիր է ու այդ նկարագրով մարդու կերպար է։ Այդ մարդիկ գործել են այդ սկզբունքով, ուրիշի ձեռքով եւ նման տեսակետ ասողները ուղակի կամ անուղակի հոկտեմբերի 27-ի շահառու են եղել եւ իրենք շահել են դրանից եւ իրենց սրտով է եղել, որ հոկտեմբերի 27-ը եղել է, անկախ նրանից իրենք են պատվիրել թե ոչ։ Հիմա եկեք մեր օրեր հյուպատոսությունների ներկայությունը եւ ոչ ռուսական հյուպատոսության բացումը, սա նշանակում է արդյոք, որ այս իշխանությունը ամեն գնով փորձելու է պաշտպանել Սյունիքը, այդ ձեր ասած այդ ծրագրերը խափանել։ Գիտեք, պատերազմի ծանր պարտությունները Հայաստանին պարտադրում են տարբեր ուղղություններով համակերպվել Ադրբեջանի պահանջների հետ։ Այդպես էր նաև այն ժամանակ, երբ որ մենք էինք հաղթել, ու Ադրբեջանը ստիպված համակերպվում էր մեր պահանջների հետ։ Ադրբեջանը 94 թվականին համաձայնել է զինադատարի փաստաթուղթ ստորագրել, եւ այդ փաստաթղթի ստորագրմանը մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Այդ պատկերացնում եք չճանաչած իրենց կողմից չճանաչվող պետության պաշտպանության բանակի հրամանատարի հետ իրենք համաձայնում են փաստաթուղթ ստորագրել։ Այդ նվաստացման հավասար բան է։ Ինչի համար գնացին դրան, որ կառուցեն Բաքու ջեհյանը, որ կարողանան խաղաղության ժամանակ կորզել, կարճ ժամանակ կորզել խաղաղության համար, որ կարողանան հարստանալ, ոտքի կանգնել, բանակը ոտքի անել։ Ադրբեջանը այդ ժամանակ 6 միլիոն էր, բայց 40,000 զորակոչ չէր կարողանում անել։ Հայաստանը այդ ժամանակ 60,000 զորակոչ էր կարողանում անել։ Այսինքն բոլորը փախնում էին բանակից։ Այսօր Ալիևը գլուխ է գովում, որ այ տեսեք 44 օրյա պատերազմի ժամանակ մենք 0 դասալիք ենք ունեցել, իսկ Հայաստանը 44 օրվա պատերազմի ժամանակ դուք համարյա զինվորներ չեք օգտագործել։ Դուք օգտագործել եք ռոբոտներ, անօթաչու թռչող սարքեր, որոնք թուրքական բանակի սպաները նստած Կիրովաբադից կառավարել են այդ անօթաչու թռչող սարքերը, օգտագործել եք իսրայելական հեռահար լորյար տիպի հրթիռներ, օգտագործել եք կառավարվող հրթիռներով հրետանի, այսինքն դուք զինվոր չեք օգտագործել եւ սպառազինության նման տարբերություններ, սպառազինության որակի նման տարբերություններ, որ նման հնարավորություն տվեց Ադրբեջանին։ Հիմա տեսեք, այդ տարիներին Ադրբեջանը գնացել է նման զիջման, որ կարողանա խաղաղություն ունենալ ու այդ խաղաղության ընթացքում ոտքի կանգնել։ Հիմա նույնը անում է Հայաստանը։ Տեսականորեն, երբ որ Հայաստանը համաձայնվում է
ասենք սահմանազատումը սկսել Տաուշից, այո, դա արդեն զիջում է։ Տեսականորեն, երբ որ Ադրբեջանը անընդհատ հոխորտում է, բայց Հայաստանն ասում է, չէ, ես պատրաստ եմ գալ խաղաղության համաձայնագրի միայն խաղաղություն լինի, այս ամեն ինչում երևում է, որ նա պահանջում է Հայաստան ընդառաջ քայլ է անում խաղաղության հասնելու համար, ժամանակ ձգելու համար։ Ինչի, որտեվ հակառակն անելու պարագայում պատերազմ է, իսկ այդ պատերազմին մենք դեռ պատրաստ չենք։ Ակնհայտ է, չէ, որ մենք դեռ պատրաստ չենք դրան։ Մենք չենք այն, որ ասում էին Տաուշից գալու ենք, գնանք հասնենք մինչև Լեռնային Ղարաբաղ ու հարցնում ես ո՞նց, պատասխանը մեկն է, չէ, կգնանք Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ, ինքը ոնց կասին, հենց էլ կանենք։ Բաշար al-Ասադը շաբաթը մեկ գնում էր Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ։ Հիմա ընդմիշտ մնացել է այնտեղ։ Լեռնային Ղարաբաղի նախկին երկու ղեկավարները Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ում հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, անում էին այնպես, ինչպես Ռուսաստանն էր ուզում, նաև Արայիկ Հարությունյանը։ Հիմա իրենք ուր են։ Նույնը լինելու է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ ինքը գա ու քիմիա ունի Պուտինի հետ, ու այդ խնդիրները այլ կերպ կլուծվեն, չարաչար սխալվում է, որովհետև Ռուսաստանն ունի շահեր ու այսօր այդ շահերը չի համընկնում Հայաստանի շահերի հետ։ Չի համընկնում ուղղակի։ Բաշար al-Ասադի ու Վլադիմիր Պուտինի միջև եղած քիմիան անհամեմատ ավելի մեծ էր, որտեղ ինքը Տարտոսում նաև ռազմական նավատորմ ուներ։ Ինքը դուրս է եկել միջերկրական ծովից, ինքը այնտեղ երկու բազաներն է Սիրիայի թողել։ Սիրիան համարյա դառնում էր վերջին սովետների վերջի տարիներին Ռուսաստանի Հանրապետություն էր դառնում, ասենք, սովետական միության ինչ-որ մաս էր դա։ Այդ մերձավոր արևելքից ամբողջությամբ դուրս է եկել, այս Կովկասից էլ է դուրս գալու։ Ու այս համատեքստում, ասենք, երբ որ Լավրովները գալիս են ու ուզում են, որ մենք պահանջենք, որ մենք անենք այնպես, ինչպես անում էինք, ասենք, 1992, 93, 94 թվականից հետո, այդ անհետ է, այդ մարդիկ ծերացել են, մնացել են նույն տեղում։ Հիմա 94 թիվը չի։ Հիմա 2025 թիվն է, ու իրենք էլ իրենց չեն պահել այնպես։ Եթե իրենք իրենց կպահեին այնպես, ինչպես այն ժամանակ էին պահում, այսօր այդ պահանջելու խնդիրը չէր առաջանա, այսօր ֆրանսիական հուպատոսություն ունենալու խնդիրը չէր առաջանա, բայց իրենք իրենց այդպես չեն պահել։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն, հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Բա ինչու է Արարատ Միրզոյանը հայտարարում, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն վերաֆորմատավորվելու։ Ավելին շփումները ակտիվանալու են եւ սպասվում է Մատվիենկոյի այց Հայաստան։ Գիտեք, Մատվիենկոյի այցի մասով կարող եմ ասել, որ այդ այցը դեռ անցած տարվա ամռանն է պայմանավորված եղել, որովհետեւ այս տարվա հոկտեմբերի 27-ին ծաղկե պսակներ դնելուց այդ ժամանակ ես զրուցել եմ Ալեն Սիմոնյանի հետ եւ այդ ժամանակ արդեն խոսակցությունը կար հրավերի, որ Մատվիենկոն ինքն է ուզել, որ Հայաստան գա եւ Հայաստանը հրավեր տվել է։ Ընդհանրապես, այսպես ասեմ, խորհրդարանական պատվիրակությունների այցելությունները որոշակի գրաֆիկ ունեն եւ այդ բնույթով են։ Դրա վրա չկենտրոնանանք, պարոն Սարգսյան, ինչու չենք վերաֆորմատավորում հայ-ռուսական հարաբերությունները, ավելին ակտիվացնում ենք շփումները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են բալանսավորման քաղաքականություն։ Ի տարբերություն մեզ, որ առաջարկում ենք վերաֆորմատավորել։ Իրենք երբեք վերաֆորմատավորման կողմնակից չեն։ Հիմա բալանսավորում են իրենք, թե չեն բալանսավորում։ Ես կարծում եմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների ինչ որ չափով բալանսավորում են։ Սերժ Սարգսյանի իշխանությունը այստեղ որոշակի առումով պիտի վերապահում անեմ, որովհետև Սերժ Սարգսյանը հասկացավ, որ հաջորդ պատերազմում մենք պարտվելու ենք եւ նոր սպառազինություն է մեզ պետք ու փորձում էր ասոցիացիան համաձայնագիր ստորագրել, բայց 2014 թվականին մի գիշերվա մեջ տեսակետը փոխեց ու ես դեռ այն ժամանակ ՀԿ-ում ընկերներ ունեի ու հիմա էլ ունեմ ու քաղաքական մոտեցումների տարբերությունը ինչի խանգարում այդ մարդկանց ընկեր համարել։ Իրենք ամբողջությամբ ռուսական գիծ են ընդունում, բայց ես այդ մարդկանց չեմ համարում ռուսական գծի գործակալ, որովհետև այդ իրենց համոզմունքն է։ Ուրիշ խնդիր Քոչարյանական թևի կամ այդ սրբազանների, որտեղ ես համարում եմ, որ կապերն ուրիշ տեղից են, որտեղ իրենց այդ այդքան էլ չի հետաքրքրում։ Հիմա ես այն ժամանակ իրենցից լսել եմ, որ մասնավորապես Ռուսաստանը կոնկրետ բան է դրել Սերժ Սարգսյանի առաջ պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի կորստի խնդիր է դրել։ Եվ դրա համար Սերժ Սարգսյանը հաջորդ օրը հայտարարեց, որ ինքը նախընտրում է անվտանգությունը տնտեսությունից։ Հիմա այս պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ի տարբերություն նախորդների քայլեր են արել։ Հիմա ես ու դուք երբ որ գնում ենք դուրս հետ վերադառնալուց մեզ ռուսական հատուկ ծառայությունների սպաները չեն ստուգում, մեզ չեն հարցնում, իսկ ինչ նպատակով էիք մեկնել։ Ենթադրենք Բուլղարիա, որ մենք էլ ասենք գնացել էինք, որ ծովափում մի քիչ հանգստանանք։ Չեն հարցնում, բայց տվյալներն ունեն, պարոն Սարգսյան ասում։ Դա այդ ուրիշ խնդիր է, տվյալներն ունեն, որտեղ նախկիններն են թողել։ Այս իշխանությունները իրենց հանեցին, չէ՞։ Դա նշանակում է, չէ, որ իրենք որոշակի առումով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնում են։ Այսօրվա պարագայում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների մշտադիտարկումն անում են եվրոդիտորդները։ Դրանից բողոքում է Ռուսաստանը, ասում են իրենք լրտեսներ են, բողոքում է Ադրբեջանը, ասում են լրտեսներ են, այն նրանք էլ ովքեր որ ասում են այ որ մենք գանք Ռուսաստանի հետ սերտացնենք, իրենք շատ լավ հասկանում են, որ եկան նրանց պիտի ասեն թողեք գնացեք։ Այսինքն եվրոդիտորդները պետքա գնան, պետք է Սյունիքում, չգիտեմ, հյուպատոսարան չլինի, տես Սյունիքում Ֆրանսիային հյուպատոսություն տալը, այդ նշանակում է որ դիվերսիֆիկացնում են, չէ՞։ Իսկ ռազմավարական գործընկերության մասով դուք կոնկրետ ակնկալիք ունեք։
դա գործնական։ Ես ավելի շատ ակնկալիքներ ունեմ այդ առումով աշխատանք անելու Միացյալ Նահանգների հետ, որովհետև Ֆրանսիան, անկախ նրանից մենք ռազմավարական անում ենք, թե չէ, մեզ աջակցում է։ Տեսեք, Ֆրանսիան բացի այն, որ Հայաստանի Հանրապետությանը, որը ՀԱՊԿ անդամ է, զենք է վաճառում, Ֆրանսիան հիման արդեն Հայաստանի Հանրապետությանը որոշել է, որ պիտի վաճառի հակաօդային պաշտպանության զինատեսակներ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը լինելով Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգում, Ֆրանսիան այդ ամեն ինչը դնում է մի կողմ, մեզ հակաօդային պաշտպանության սպառազինություն է մատակարարում։ Այսինքն Ֆրանսիան ինքը տարածաշրջանով Հայաստանով, Իրանով ամենաշահագրգռված երկիրն է։ Եվ անկախ նրանից Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանն է թե ով է, եթե ամբողջությամբ ռուսական համատեքստում չի, Ֆրանսիան այդ աշխատանքն անելու է, որովհետև իր շահերից է բխում, իր հետաքրքրությունների շրջանակում։ Միացյալ Նահանգների հետ մենք պիտի այդ աշխատանքն անենք։ Միացյալ Նահանգների նախագահն ասաց, որ նախկինում ստորագրած ռազմավարական գործընկերության խարտիայի փաստաթղթի առումով մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության առաջարկություններին։ Ու այստեղ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պիտի այդ ռազմական պարամետրը մտցնեն եւ այդ առումով բազմաթիվ առաջարկություններ անեն։ Իսկ այդ պարամետրը մտցնելու լավագույն տարբերակը առաջին հերթին տնտեսական հետաքրքրությունները մեծացնելն է։ Տեսեք, Թրամփ Ուկրաինայից անդադ ինչ էր պնդում։ Ասում էր բազմամետաղային հանքավայրերը տվեք մեզ։ Այդ փաստաթուղթը ստորագրեք, որ ես իմ ժողովրդին ասեմ, որ ես այդտեղ փող եմ դնում, այդ փողը ինչ որ կա առումով հետ է գալու։ Հիմա մենք կարող ենք առաջարկել, չէ՞, որ մեր ասենք ունեցած բազմամետաղային հանքավայրերը տալիս ենք ձեզ։ Իսկ մենք այդպիսի բազմամետաղային հանքավայրեր ունենք։ Նաև այդ բազմամետաղներից կան մեր պոչամբարներում։ Ու այստեղ Հայաստանի իշխանությունները լուրջ անելիք ունեն։ Եվ գիտեք ինչ, որը չեն անում, որի առումով նաև ես առաջարկություններ եմ արել ու հիմա էլ եմ անում։ Ասենք սովորական բան, Հայաստանի Հանրապետության վարչապետը այն ժամանակ Ելգդաշինքով Երևան քաղաքի ավականու առաջին համարն էր եւ քաղաքապետի մեր տեխնացուն։ Ու իր նախընտրական ծրագրում ինչ էր գրած։ Գրված էր, որ Արամ Մանուկյանի տունը Արամ Մանուկյան փողոցի վրա պիտի վերանորոգվի, կառուցվի ու սարքվի որպես առաջին հանրապետության սկզբի առաջի վարչապետի թանգարան։ Այսօր արդեն Հայաստանի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Երևանի քաղաքապետ, այլև 7 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ է։ Իսկ այդ տան մեջ ծառ է աչում։ Երբ որ ես վարչապետին հարցրեցի, ասացի, հիշում եք։ Ասաց, այո, հիշում եմ, բայց այդ տունը սեփականատեր ունի։ Հասկանում եք։ Այսինքն կան տարածքներ, որոնք սեփականություն են ինչ-որ մարդկանց։ Արամ Մանուկյանի տունը, այս ցում կոչվածը Արա Աբրամյանի այդ շենքը, որ Երևանի կենտրոնում սրտում մնացել է չօգտագործվող, իսկ կողքը ահռելի մեծ շինարարական փոս է փորած, ու քամին մտնում այդ փոշին բարձրացնում է, չգիտեմ ես իմ ուր։ Նույն կերպ ասենք արտգործնախարարության կողքին տարածք կա, որը պատկանում է Վաչե Մանուկյանին։ Այսպիսի բազմաթիվ տարածքներ կան, նույնն է նաև Քաջարանի պոչահանքերը, որը 14 թվականին սեփականաշնորհել են ինչ որ արյուծիկ ՍՊ-ի, որը ովքեր են, ինչ են, գիտեմ որ 50,000 դրամ ունեն հաշվի համար, իսկ այդտեղ միլիարդներ են։ Աստված չանի այդ դամբային մի բան լինի, Հայաստանի վրա եկած տուգանքները տասնյակ միլիարդներ կլինեն, որովհետև այդ լսվելու է Արաքս, հասնելու է Թուրքիա, ու մենք պիտի մոռանանք ընդհանրապես լեռնամետալուրգիայի ու հանքարդյունաբերության մասին։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունները հիմի արդեն պիտի օրենք ընդունեն, որ այն մարդիկ, ովքեր այդ բաները սեփականություն են վերցրել, կամ այսքան ժամանակում սկսում են այդ տարածքում աշխատանքներ անել, ասենք այդ Արա Մանուկյանի տանտերը կամ Արա Աբրամյանը գալիս է ցումը վերագործարկում է, նույնն այն հայրենիք հանրախանութն է երրորդ մասի խաչմերուկում։ Դրանք շատ լուրջ շենքեր են մեր քաղաքի հետ բնական կապ ունեցող ու այս վիճակում, այսինքն Ազգային ժողովում էլ այսօր բարեբախտաբար կամ չգիտեմ դժբախտաբար իմ կարծիքով բարեբախտաբար ԿՊ-ն մեծամասնություն ունի եւ այդ օրենքները սեղմող, կոճակները սեղմող падգամավորներ ունի։ Այդ օրենքները թողանեն, տանեն ազգային ժողովում հաստատեն
Եվ այդ մարդկանց պարտադրենք կամ այսքան ժամանակում այդ վերծրած տարածքում այն ինչ պարտավորությունները ինչ որ վերծրել եք սեփականության ժամանակ կատարում եք կամ դա օրենքի ուժով ձեզանից հետա վերցվում։ Չի կարելի քաղաքը թողել այս վիճակում։ Չի կարելի Հայաստանի Հանրապետության պոճամբարները, որտեղ Հայաստանի բյուջեից 3 անգամ ավել մետաղների պարունակություն կա, թողել ինչ որ, չգիտեմ, Մարիուցիկ թե Արծվիկ ՍՊ-ի, որը 14 թվին նախկինները, չգիտեմ, ինչ նկատառումներով ու ինչ մղումներով սեփականաշնորհել են։ Որն էլ համոզված եմ, որ այդտեղ որևէ աշխատանք չի արել։ Առ այսօր նույնիսկ այնքան խելք չեն ունեցել, որ այդտեղից կորզում անեն, օգուտ ունենան։ Այսինքն մենք բազմաթիվ ոլորտներ ունենք, ինչի համեմատեցի, որ հենց քաղաքի կենտրոնում մեր աչքի առաջ ամեն օր գնում գալիս ենք այդ Ցումի կողքով, այդ Արամ Մանուկյանի տան կողքով։ Ու տեսեք քանի տարի, ել դաշինքից սկսած դրանից առաջ, նույնն էլ այդ պոչամբարների, որ այդպես մնացել ու մենք դրա հետ հաշտվել ենք։ Մենք առաջինը չպետք է հաշտվենք սրա հետ։ Պարոն Սարգսյան, ամփոփենք մեր հարցազրույցը Հայաստանի վարչապետ այսօր 2024 թվականի բյուջեի այդ կատարողականների հաշվետվությունը ներկայացնելիս նշել է, որ Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել 50%-ով, ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին ստեղծվել են աշխատատեղեր։ Հիմա սա համոզիչ փաստարկ է, դուք նախ այս վարչապետի վիճակագրության հետ համաձայն եք թե ոչ, եւ այսպիսի վիճակագրությամբ քվեներ կստանա Նիկոլ Փաշինյանը կամ վստահություն կստանա հայ ժողովրդին։ Գիտեք, խնդիրը հետևյալ բանում է, որ թվերը, որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես գործազրկության մասով, դրան հավատալ չհավատալու տարբերակը ստուգելը շատ հեշտ է, որովհետև եթե ներկայացվում է, որ այսքան մարդ աշխատում է, նշանակում է այդքան մարդ կենսաթոշակային ֆոնդ գումար է մուծել։ Անհնարին է, որ դու աշխատես ու կենսաթոշակային։ Ես կարծում եմ, որ այդ թիվն ավելի մեծ է, կան շատ մարդիկ, որոնք աշխատում են, բայց իրենք գրանցված չեն եւ կենսաթոշակային ֆոնդ գումար չեն մուծում։ Այսինքն աշխատանքի ու զբաղվածության առումով թվերի հետ համաձայն եմ։ Գնաճի առումով եւ 18 թվի հետ համեմատելու առումով այդքան էլ համաձայն չեմ, որտեվ նախ չի ուզենա, որ 18 թվի հետ համեմատվեր այդ ամեն ինչը, այսօրվա ու երեկվա։ Ես գիտեք ինչ, դրականը ցույց տալով չի քվեների առումով խնդիրը։ Այսօր Հայաստանում քաղաքական խնդիրները նաև սեփական օրինակով ինչ-ինչ քայլեր անելու մեջ է, որը միայն ճանապարհներ, դպրոցներ եւ այլը շատ լավ է։ Տեսեք, ես Արարատ գյուղում Ես 61 թվականի ծնունդ եմ ու չեմ հիշում, որ մեր գյուղում բոլոր փողոցները ասֆալտապատ լինեին։ Բայց մեր ժողովրդի համար այդ դառել է սովորական։ Ու ոչ մեկ չի ասում, այս իշխանությունն էր, որ այդ արեց։ Այսօր Արարատ գյուղում կա ու առաջկա օրերին կհանձնվի սպորտ դպրոց, մարզադահլիճ։ Դուք տեսնեք, թե այդ ինչ մարզադահլիճ։ Այդ ասենք, ու այդ ամեն ինչն արվել է այդ սուբվենցիոն ծրագրերով, պետության կողմից, նաև համայնքի կողմից հավաքագրումներով եւ այլնով։ Այս կենսամակարդակի ու վճարված հարկերի իմ, ձեր եւ մնացածի վճարված հարկերի արդյունք։ Բայց այս մեր վճարված հարկերը ու դրանց քանակությունը, այսքանի մեջ է։ Այս բավարար է, բավարար չի։ Իհարկե բավարար չի։ Ձեր հարցին պատասխանում եմ, որ բավարար չի։ Հանրային մակարդակով նայում ես թվերով այն ինչ որ ինքն ասում է շատ լավ է, բայց իրական կյանքում այդ բավարար չի։ Թեկուզ գնաճի առումով որ համեմատում ես, պիտի որ նախկինից 2018 թվից ու այստեղ սուտ չի ասում։ Ավելի լավ, բայց այդ բավարար չի։ Ինչի, որովհետև հարկատուները մնացել են նույնը։ Սպասարկման ոլորտում մի քանի խանութ են ավելացել, մի քանի հյուրանոց են ավելացել, ոչ ավելին, աշխատատեղերն այդտեղ են։ Մեզ արդյունաբերություն է աշխատեցնել պետք, մեր տնտեսությունը ոտքի հանել է պետք, մեր ունեցած բնական ռեսուրսները ճիշտ օգտագործել է պետք։ Ադրբեջանը բնական ռեսուրսները ճիշտ օգտագործելով էր, որ կարողացավ նոր ու ժամանակակից սպառազինություն գնել, տուրիզմով, սպասարկման ոլորտով մենք չենք կարողանալու այդ հարցերը լուծել ու դա բավարարել չի, քանի անվտանգության խնդիրները ռեալ չի լուծվել այս երկրում ու ժողովուրդը չի տեսել, որ անվտանգության ռեալ խնդիր է լուծվում, անկախ նրանից Ֆրանսիայից ինչ ենք առնում, Հնդկաստանից, բայց տեսնում ենք, չէ, որ Ադրբեջանը դեռ հոխորտում է, այդ նշանակում է, որ Ադրբեջանը համեմատում է անվտանգության բալանսը մեր ու իրենց, դրա համար էլ հոխորտում է, քանի չի լուծվել,
քվե ստանալու խնդիրը բարդ է դառնալու։ Իսկ այդ լուծվելու համար իշխանություններին որոշակի ժամանակ է պետք, իսկ այդ ժամանակը ճիշտ օգտագործել մեր իրական մեր հետ շահերն ընկնող գործընկերների հետ հարաբերությունները էլ ավելի սերտացնել, նրանց հյուպատոսարաններ չտալ, հյուպատոսարաններ տալ մեր բարեկամ ընկերներին, ռազմավարական համագործակցության շրջանակներում գնալ առաջարկություններ անել, նույն Թրամփին ասել են ինչ որ Զելենսկուն առաջարկում է, մենք ինքներս ենք քեզ առաջարկում, արի, այնտեղ պիտի հանք բացես, այստեղ հանք բացել պետք չի, արդեն այդ խտանյութը մաքրած, զտված, գնացել լցվել է պոչամբար ու այնտեղ այդ հանված չի է, այդ բազմամետաղները այդ պոչամբարում այն խտանյութի մեջ են, որտեղ մենք հանել ենք միայն մոլիբդենն ու պղնձի կոնցենտրատը, մնացածը գնացել են պոչամբար, արի հանի տալիս ենք քեզ։ Ուստեղ չպիտի նայենք, թե այդ պոչամբարը սեփականաշնորհված է։ Պիտի ում որ սեփականաշնորհել ենք նրանից վերցնենք, այդ առաջարկենք իրանց։ Այ այսպիսի բաներ պիտի արվի։ Երկրորդ կա ռուսական թևի կոնսոլիդացիա, որ կոնսոլիդանում է աչուձախ, որի գագաթին կանգնած է Ռոբերտ Քոչարյանն ու նա ասում է, ով միանա Նիկոլ Փաշինյանին խամաճիկ է։ Հետո որ քեզ միանա խամաճիկ չի, դու էլ խամաճիկ չես, որ Ռուսաստանի հրահանգով ես անում, իսկ ով Հայաստանի Հանրապետության ներսում գործող իշխանությանը, որը փորձում է բալանսավորել, որ ռուսներն ասում են մերը չի, այ Լավրովը հոխորտում է, արևմուտքն էլ ասում է դե քայլեր արա քիչ ես անում, այսինքն խամաճիկ չի։ Այ իրեն ով որ աջակցում է դառնում է խամաճիկ։ Ռոբերտ Քոչարյանը խնդիր է դրել կոնսենսուս -1-ի։ Իսկ իր շրջանակներ անգամ հայոյանք են դնում, այն ամենավատ հայոյանքը, որ հայ մարդը ընդհանրապես չի ընդունում ծնողներին վերաբերվող, որ ով միանա այ խամաճիկ է այս դրանից, ով Ռոբերտ Քոչարյանին միանա այ ինքն է դրանից ու ինքն է խամաճիկ։ Պետք է գնալ այս սկզբունքով, որտեղ իրենք առաջարկում են այն, ինչ որ ռուսներն են առաջարկում։ Իսկ ռուսներն ինչ չեն առաջարկում, ֆրանսիացիներին հյուպատոսարան մի տվեք իրենցից զենք, մի գնեք նոյեմբերի 9-րդ կետը կատարեք ու այսպես շարունակ։ Սրանից խուսափելու, Հայաստանը Բելարուս չդարձնելու, Հայաստանը Ռուսաստանի ֆորտ պոստ չդարձնելու, չթուրքացնելու միակ ճանապարհը այ իրենց մերժելն է, ով Ռոբերտ Քոչարյանին միացավ, նա խամաճիկ է։ Իսկ Սերժ Սարգսյանին։ Գիտեք, Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան համատեքստը թողնում եմ իրենց դաշտին։ Այդ դաշտում այն ինչ որ անում է Ռոբերտ Քոչարյանը ամբողջությամբ իմ կարծիքով, իմ համոզմամբ կառավարվում է Կիրիենկոյի կողմից, ներառյալ այդ տարբեր սրբազանները, այդ Կիրիենկոյի կողմից ծրագրավորված ազգայնականության եւ այլի ուղղությամբ արվող քայլեր։ Սերժ Սարգսյանի մասով իրենք էլ են տարածում, որ Սերժ Սարգսյան Ռուսաստանի դաբրոն չունի։ Սերժ Սարգսյանի թիմը հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական պայմանագրից հետո ամենամեծ կուսակցությունն է։ Դեռ նախկինից մնացած գյուղապետեր բան ունեն, որոնք չեն դատվել կամ ԿՊ-ական չեն դարձել եւ իրենք որոշակի ազդեցություն ունեն եւ իրենք կարող են քաղաքական գործընթացներում այս քաղաքական ընտրություններին մասնակցել ու Ռոբերտ Քոչարյանից էլ շատ քվե հավաքել ու եթե ասենք պրոռուսական թևի ներկայացուցիչները կլինեն հանրապետականները, այդ շատ ավելի ընկալելի է, քան լինեն քոչարյանականները, որովհետեւ նրանք ուղղակի իրենց մեջ քիմիա է։ Այդ քիմիան այլ տիպի կապեր է, որոնց ես կատեգորիկ դեմ եմ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։